Ցայք հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, բարև ձեզ։ Հիմնական նորություններին նախ համառոտ ծանոթացեք։ Արդեն մեկ ամիս է Գյումրիում տնակների քանդման աշխատանքներն են ընթացքի մեջ, գործընթացը կազմակերպվում եւ իրականացվում է քաղաքապետարանի բնակարանների հաշվառման ու բաշխման բաժնի կողմից։ Աշնանային զորակոչի մեկնարկը տրված է, նորակոչիկների առաջին խումբը նոյեմբերի 19-ին Գյումրու զինվորական կոմիսարիատից ուղևորվել է Հայոց ազգային բանակ։ Մատաղիսի գործի քննությունը կրկին հետաձգվել է, պատճառը նույնն է, պետմեղադրողները դատական նիստին չեն ներկայացել։ Բասելում գյուղացիների նախաձեռնությամբ վերակառուցվում է հին եկեղեցին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապայանի օրհնությամբ Սուրբ Պատարագ է մատուցվել հենց կիսակառույցում։ Նոյեմբերի 19-ին աշխարհը նշում է տղամարդկանց միջազգային օրը, առաջին անգամ այն տոնվել է 1999 թվականին։ Նախ կադրային նոր նշանակման մասին։ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է Գազպրոմ Մեժրեգիոնգազ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ ռազմավարական զարգացման հարցերով։ Ինչպես Մեդիամաքսին հայտնել է ընկերության մամլոխոսնակ Մարիա Ֆրոլովան, Մեժրեգիոնգազի գլխավոր տնօրեն Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին։ Սա Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության 100%-անոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ։ Մեդիամաքսի ունեցած տեղեկատվության համաձայն Կարեն Կարապետյանը պահպանել է նաև Գազպրոմ բանկի փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից։ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հոկտեմբերը։ Մինչ այդ նա 10 տարի գլխավորել է Հայ-Ռուսգազարդ ընկերությունը։ Շարունակում ենք թողարկումը։ Արդեն մեկ ամիս է Գյումրիում տնակների քանդման աշխատանքներն են ընթացքի մեջ։ Բնակարաններ ստացած քաղաքացիները տեղափոխվում են նոր տուն։ Քանդման գործընթացը կազմակերպվում եւ իրականացվում է քաղաքապետարանի բնակարանների հաշվառման ու բաշխման բաժնի կողմից։ Քաղաքացիների ժամանակավոր կացարանի քանդման մասին դիմումը ներկայացնում է հենց այս բաժին։ Այս պահին ընդունված է մոտ 70 քաղաքացու դիմում։ 3 անձով ստացել են 2 սենյակ ու ունեն այս մարդիկ 2 տնակ։ Անպայման պետք է ապամոնտաժվի։ Այս մարդիկ էլ բազմանդամ չեն համարվում։ Բազմանդամ համարվում են այն ընտանիքները, որոնք կազմված են 5 եւ ավել անձից ու ստացել են 1 սենյականոց բնակարան։ Կառավարության 2011 թվականի թիվ 408 որոշման համաձայն այդ ընտանիքների մի մասն ըստ ընտանիքի անդամների ցանկության իրավունք է ստացել տեղափոխվել նոր բնակարան, մյուսները շարունակելու են բնակվել ժամանակավոր կացարանում։ Նույնը վերաբերում է նաեւ այն ընտանիքներին, որոնք բաղկացած են 7 եւ ավել կամ 8 եւ ավել անձից, ստացել են համապատասխանաբար 2 եւ 3 սենյականոց բնակարաններ։ Նման դեպքերում տնակներից մեկը պարտադիր պետք է ապամոնտաժվի։ Այդ ընտանիքը եթե ունի 2 տնակ տարբեր հասցեներով, մի տնակը ապամոնտաժվում է, մի տնակը տրամադրվում է այդ բնակչին։ Նույնտեղ դիմում են գրում մարզպետին, որովհետեւ տնակը մնա։ Կան սակայն բազմանդամ ընտանիքներ, որոնք բնակվել են 1 տնակում միևնույն հասցեով։ Ըստ գործող կանոնակարգի դրանք եւս պետք է ապամոնտաժվեն։ Նման դեպքերում առաջ կգա մեկ այլ խնդիր։ Մի կողմից պետությունը հնարավորություն է ընձեռում բազմանդամ ընտանիքներին, որպեսզի ընտանիքի անդամների մի մասը տեղափոխվի նոր բնակարան, մյուս մասը շարունակվի բնակվել տնակում, մյուս կողմից էլ նույն կառավարության որոշմամբ մինչև տնակը չապամոնտաժվի, քանդման ակտը չի տրամադրվի։ Խնդրի լուծումը պետք է դիմում գրեն մարզպետին, քաղաքի նախարարին, բնական է քաղաքապետին, որովհետեւ նայենք մեր համակարգացիներն են, դուրսը չմնան, այդ մարդկանց հարցերն լուծվի, հետագայում կարող է լինեն նոր ծրագրեր, ես չեմ կարող ասել ինքս, որովհետեւ այդ կառավարության ծրագիրն է եղել, այս բնակարանների կառուցման ապահովման հետ կապված։ Տեսնենք ինչով կարող ենք օգնել մեր համակարգացիներին։ Կառավարության 2009 թվականի թիվ 1402 որոշման համաձայն անօթևաններին բնակարանով ապահովելուց հետո քանդման ենթակա չեն քարաշեն տնակները, ավտոտնակները եւ մոդուլ կոչվող շինությունները։ Դրանք հնարավոր է տրամադրվեն մեկ այլ անօթևանի, ասում է քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը։ Մինչև օրս արդեն ստացել ենք մոտավորապես 70 հայտ, աշխատակիցները գնացել են, կատարել են ուսումնասիրություններ։ Հիմա սպասում ենք, որպեսզի տարածքները մաքրվի, վերջանա, գնանք արդեն սկսենք աշխատել այդ ակտերը տրամադրել ժողովրդին։ Պատասխանատուն եւս մեկ անգամ հիշեցնում է բնակարանատեր դարձած անօթևաններին, որ տնակների ապամոնտաժումից հետո պարտադիր պայման է տարածքի մաքրման գործընթացը։ Այդ աղբը թողնում են, գնում են։ Եթե աղբը եղավ տեղում, այդ քանդման ակտը չենք տալիս։
միջև որ տեղը իդեալական մաքուր չլինի։ Հանձնաժողովի կազմ կա, այդ կազմի մեջ կա մարզպետարանի աշխատողներ, քաղաքապետարանի աշխատողներ։ Հանձնաժողովը ինքը գնում ստուգում է, տրամադրում է տեղեկանքը տնակի քանման ակտի վերաբերյալ, որը հաստատում է Գյումրու քաղաքապետը, եւ այդ տեղեկանքը ուղարկում ենք մենք քաղաքի նախարարություն, որպեսզի այնտեղ նայեն, ստուգեն։ Իսկ առանց տնակի ապամոնտաժման ակտի քաղաքացին չի կարող սկսել մեկ այլ բնակարանի սեփականաշնորհման գործընթացը։ Ալա Բաղդասարյան, Անդրանիկ Բարբարյան, Ազդարաշ։ Նոյեմբերի 17-ին ժամը 21:04-ին թունավորման ախտանիշներով բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Գյումրու Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 2 տան բնակիչներ Անի եւ Արթուր Քաշանյանները, Նարինե եւ Մարիամ Սահակյանները եւ Կիմիա Պետիկյանը։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Համաձայն բժշկական կենտրոնի պատասխանատուի տեղեկատվության տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն։ Նոյեմբերի 19-ի դրությամբ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։ Նոյեմբերի 17-ին պետք է ուժի մեջ մտներ փուչիկների գործով միակ մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանի դատավճիռը։ Դատարանը որոշել էր, որ նա մայիսի 4-ին նախընտրական համերգ հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի միակ մեղավորն է, որովհետև փուչիկները լիցքավորվել էր կյանքի համար վտանգավոր մեթան գազով։ Դատարանը 1 տարվա ազատազրկման էր դատապարտել Սերոբ Բոզոյանին, ով մինչև նոյեմբերի 17-ը ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Նոյեմբերի 19-ին նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը Երկիրն այսօրին հայտնել է, որ առաջին ատյանի դատարանի ընդունած վճիռը նոյեմբերի 17-ին ուժի մեջ չի մտել, որովհետև Բոզոյանն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում։ Կարեն Մանուչարյանը նշել է նաև, որ Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նոյեմբերի 19-ին տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն։ Ազատություն ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բոզոյանն ասել է, թե հետազոտություն անցնելուց հետո կենթարկվի վիրահատության։ Հիշեցնենք, որ Բոզոյանը հիվանդ է քաղցկեղով եւ սոցիալական ծանր պայմաններում գտնվող նրա ընտանիքը չի կարողանում վճարել անհրաժեշտ 160,000 դրամը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատախիսի զորամասում ծառայած զինվորների դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Հերթական դատական նիստին ներկայացել են ամբաստանյալները, ամբաստանյալների շահերի պաշտպանը, տուժողի իրավահաջորդը եւ գործով զբաղվող 1 պետմեղադրող։ 2 պետմեղադրող դատական նիստին չի ներկայացել, նրանք ուղարկել են իրենց բացակայությունների պատճառներն արդարացնող փաստաթղթեր։ Դատական նիստը արդեն մոտեցել է կողմերի վիճաբանությունների փուլին, բայց պետմեղադրողների հերթական բացակայության պատճառով այն հետաձգվել է։ Դատական հաջորդ լսումը կկայանա նոյեմբերի 23-ին։ Ինձ թվում է չգիտեն ինչ երևի հրաման են սպասում վերևից, թե ինչ ասեն։ Ինձ դենց է թվում, որովհետև ոնց նայում եմ, մեգա պատճառ չեն կարա մեղադրեն այս երեխեքին, որովհետև այսքան դատի ընթացքում ոչ մի բան չի եղել, որ երեխեքի դեմը լինի։ Այնպես է դասավորվել այս դատավարությունը, որ պարոն Թադևոսյանը, որ այսօր ներկայացել էր, ինքը քիչ էր մասնակցել դատավարության ընթացքում, հիմնականում մասնակցել էին պարոն Հարությունյանը եւ պարոն Շահինյանը, որոնք այս բան չեն կարող գալ դատական նիստի։ Ես կարծում եմ, որ եթե ցանկություն լիներ դատախազության կողմից, կարելի էր տեխնիկապես այնպես կազմակերպել, որ այս դատավարությունը այսօրվա դատական նիստը չհետաձգվեր։ Ուղղակի օրենքը ցավոք հնարավորություն չի տալիս ոչ դատարանին, ոչ դատավարության մյուս մասնակիցներին որևէ բան անել, եթե մեղադրողը գալիս է, ասում է, որ ես պատրաստ չեմ ճառին, կամ եթե մեղադրողը չի գալիս, ոչինչ չես կարող անել։ Այսինքն կա մի հատ փուլ, որը մենք պիտի անցնենք, մենք պիտի լսենք մեղադրողների ճառերը։ Ուզենք, թե չուզենք, մենք պիտի լսենք։ Աշնանային զորակոչի մեկնարկը տրված է։ Նորակոչիկների առաջին խումբը նոյեմբերի 19-ին Գյումրու զինվորական կոմիսարիատից ուղևորվել է Հայոց ազգային բանակ։ Մինչ զինվոր դառնալը երիտասարդները եւս մեկ անգամ անցել են համապատասխան բժշկական հետազոտություն։ Եկել եմ հայրենիքս պաշտպանելու։
որ մեր հայրենիքը հանգիստ մարդիկ հանգիստ քնին։ Այս մտքով ու հույսով համակված Գասպար Հովհաննիսյանը կհամալրի ազգային բանակի շարքերը։ 20-ամյա երիտասարդը թեև գյումրեցի է, սակայն ծնվել ու մինչ այս պահը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Զինվորի իր իրավունքը վերականգնելու ու հայրենիքին իր պարտքը տալու համար նա վերադարձել ու մեկնում է բանակ։ Ծառայենք, դժվարություն տեսնենք, հետո եշտանք հանգիստ սրտով, եշտանք ուրիշ տեղ։ Մսիկ հումոր չէ, բայց իսկական բան է, որ սկարը մադաղի համար է, տղեն բանակի համար։ Նախքան ճանապարհ ընկնելը նորակոչիկները Գյումրու զինկոմիսարիատում եւս մեկ անգամ անցան բժշկական համապատասխան հետազոտություն։ Զինվոր դառնալու պատվին արժանացան միայն այն երիտասարդները, որոնք վերջին փորձությունը եւս հաղթահարեցին ու համարվեցին զինվորական ծառայության համար պիտանի։ Որոշակի թվականագով երեխաներ ենք անցկացրել, կենտրոնական բժշկական հանձնաժողովի ներկայացրել ենք վերջնական տարեկեդման կամ զինծառայության պիտաներության որոշում կայացնելու եւ որոշակի մասը ստացել են տարեկեդում համապատասխան բուժման համար, իսկ մնացած մասը ճանաչվել են պիտանի զինծառայության եւ տարբեր օրեր մեկնելու են ծառայության։ Վերջնական հետազոտությունից հետո միայն մեկ երիտասարդի մոտ հայտնաբերվեց առողջական խնդիր, իհարկե լուծելի։ Վերջինս բանակ կգնա հաջորդ խմբի հետ։ 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում այլընտրանքային զինծառայության տարբերակ ընտրողներ չեն եղել։ Ինչպես ամեն զորակոչ, այնպես էլ հիմա իրենց զավակներին հարազատները ճանապարհում են արցունքոտ աչքերով ու մեծ ակնկալիքով։ 2 տարի անց նույն հուզված աչքերով դիմավորել նրանց։ Աստված հետ եղնի, ասուն հազնենք, պարով էրտա հետ կարնամ։ Ուրախ եմ, որ առողջ տղա ունիմ ճանապարհ գտնեմ հայրենիքին պաշտպանելու համար։ Տղա եղի, որ գնացարայի հետ կա։ Պարով էստան, պարով կան։ Մեր պարզանքն որ մեր երեխեքը ծառայեն։ Բարի ճանապարհ, պարով էրտա, պարով կա։ Ուրախ ենք, որ լավ երեխա ունենք։ Լավ տեղի կարևոր։ Կարևոր խաղաղություն է անեն։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ ծառայեմ գա Հայաստանի Հանրապետությանը։ Սանեք սպասեմ։ Մանակը խելոք ծառայենք, կանք։ Էլի։ Վերջին ստուգումներից ու հրաժեշտից հետո նորակոչիկները բարձրացան ավտոբուս, հարմար տեղավորվեցին։ Այսուհետ նրանց սպասվում է այլ կյանք ու առավել պատասխանատու միջավայր։ Նրանց համար այսուհետ գերնպատակ է հայրենիքի պաշտպանությունը, թե նրանցից յուրաքանչյուրը որտեղ է կատարելու իր զինվորական պարտքն ու պարտականությունը, պարզ կդառնա 2 օր անց։ Այդ մասին ծնողները կիրազեկվեն զինկոմիսարիատի պատին փակցվելիք համապատասխան ցուցակի միջոցով։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Պաշտպանության նախարարությունը հետևողական է զորակոչի անցկացման թափանցիկությունն ապահովելու հարցում։ Զորակոչին ներգրավված կառույցների աշխատանքներում նաև մարզային բժշկական հանձնաժողովների աշխատանքների մակարդակն է բարձրացվել։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարի խոսքով շատ լուրջ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից, փորձում են բացահայտել առկա անարդարությունները։ Խոսելով զորակոչիկների եւ ժամկետային զինծառայողի պատրաստության մասին, Սեյրան Օհանյանը նշել է, թե նորակոչիկները, թե անձնակազմը, մասնավորապես ժամկետային զինծառայողները պատրաստ են հայրենիքը պաշտպանելուն։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրատկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը նոյեմբերի 23-ին կժամանեն Երևան։ Ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների հանդիպումները։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Իսկ արդեն նոյեմբերի 26-ին համանախագահները Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում սպասվում է նաև միջնորդների այցը նաև Ստեփանակերտ։ Տարածաշրջանային այցի ժամանակ համանախագահները կամփոփեն հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները, ինչպես նաև նոր գաղափարներ կառաջարկեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Ուրուգվայի արտգործնախարարությունը պատասխանել է երկրի ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության հղած բողոքի նոտային։ Թրենդ լրատվական գործակալության փոխանցմամբ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության պատասխանում ասված է մասնավորապես, որ պաշտոնական Մոնտեվիդեոյի միջազգային գործունեությունը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա։ Ուրուգվայը խորը եւ ավանդական կապեր ունի Հայաստանի Հանրապետության եւ բարեկամական ու կառուցողական հարաբերություններ Ադրբեջանի Հանրապետության հետ։ Ուրուգվայի կառավարության
Հանրապետության ցանկությունն է ջանքեր գործադրել Ուրուգվային բարեկամ երկու պետությունների միջև տարաձայնությունների վերացման համար, երկխոսության, համաձայնության եւ խաղաղ այլ միջոցներով, որոնք կպահպանեն երկու ժողովուրդների համագործակցությունն ու համակեցությունը։ Դա նաեւ կհանգեցնի ապագայում ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանն ու բարեկեցությանը, հայտարարում է Ուրուգվայի արտգործնախարարությունը, վստահեցնելով, որ տեղի ունեցած այցի հիմքում այլ նպատակներ եւ մտադրություններ չեն եղել։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է 21-րդ դարի մարտահրավերներն ու Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները խորագրով քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական երկօրյա համաժողովը։ Համաժողովի ելույթներով են հանդես եկել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու այլք։ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշել է Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող 3 հիմնական խնդիրները, ասելով. Առաջին հերթին ռազմական անվտանգության ապահովումն է։ Պետությունը պետք է իր ռազմական եւ քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի։ Երկրորդը երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է։ Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը։ Երրորդը սոցիալական եւ դեմոգրաֆիական անվտանգությունն է, որն ունի հիմնարար նշանակություն։ Նա անդրադարձել է այս ուղղությամբ կատարված եւ կատարվելիք խնդիրներին, ինչպես նաեւ ներքին անվտանգության հարցերին, այդ թվում բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցություն խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին նոյեմբերի 19-ին կրկին հրավիրել են ազգային անվտանգության ծառայություն ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին, սակայն Օսկանյանը հրաժարվել է անել դա, պատճառաբանելով, որ դրանք իր գործին չեն վերաբերում։ Բարգավաճ Հայաստան ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է։ Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այն արդյունավետ է գնահատել ու ասել, որ այսօր դեռ վաղ է վերջնական համաձայնության մասին խոսել։ Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական օրակարգը հարստանում է նոր առաջարկներով, որոնք ոչ թե հակասում, այլ ավելի են լրացնում միջկուսակցական հանդիպումների ժամանակ քննարկվող քաղաքական օրակարգը։ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է այն հանգամանքը, որ ընդդիմության կողմից միասնական քաղաքական օրակարգ մշակելը վաղուց անհրաժեշտ էր։ Իսկ խորհրդարանական կառավարման եւ 100%-անոց համամասնական կարգի անցնելու հրապարակ նետված առաջարկները ըստ Քոքոբելյանի իրենց կուսակցության ծրագրային դրույթներն են։ Խորհրդարանական կառավարման համակարգի ու 100%-անոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Այս շրջանակում այսօր հանդիպել են Բարգավաճ Հայաստան եւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այն արդյունավետ է գնահատել, նկատել, որ այսօր դեռ վաղ է խոսել արդյունավետության մասին։ Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական օրակարգը հարստանում է նոր առաջարկներով, որոնք ոչ թե հակասում, այլ ավելի են լրացնում միջկուսակցական հանդիպումների ժամանակ քննարկվող քաղաքական օրակարգը։ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել այն հանգամանքը, որ ընդդիմության կողմից միասնական քաղաքական օրակարգ մշակելը վաղուց արդեն անհրաժեշտություն էր։ Իսկ հրապարակ նետված առաջարկները ըստ Քոքոբելյանի կուսակցության ծրագրային դրույթներն են։ Նրա խոսքով միջկուսակցական մանր տարաձայնությունները չեն կարող ազդել ընդհանուր օրակարգի ձևավորման նպատակի վրա։ Ազատ դեմոկրատներն իրենց հերթին հանդես են եկել առաջարկներով, որոնց մասին սակայն Քոքոբելյանը չի ասել։ Բայց օրակարգ ձևավորելը քաղաքական դա միայն ազգային ժողովում նիստ անելու հնարավորությունը չէ, այլ այն քաղաքական օրակարգը, որը կընդունի հասարակության ավելի լայն շրջանակները, քան նույնիսկ ազգային ժողովը, եւ որի արդյունքում կցնվի այն որոշումները, որը բխում է ընդհանուրի շահերից։ Ընդհանրությունները այսօր շատ ավելի է, քան դարակարգությունները։ Մենք սկսեցինք մի քանի օրակարգային հարցով, դաշնակցությունը ավելացրեց մի քանիսը, ՀԱԳ-ը լրացուցիչ, այսօր ազատ դեմոկրատները մի քանիսը եւ կարծում եմ, որ այնինչ առաջարկվում է հարստացնում է այդ օրակարգը, առավել ընդգրկուն է դարձնում, որից կարծում եմ, որ բնականաբար գշահի մեր ժողովրդավարությունը։ Իսկ ՀԱԿ-ի եւ Դաշնակցության հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ։ Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ բավական խորքային քննարկում է տեղի ունեցել։ Ներկայացրել են Դաշնակցության առաջարկի 7 կետերը։ Նա նշել է նաեւ, որ որոշ կետերի վերաբերյալ կողմերի մոտեցումները իհարկե տարբեր են եղել, բայց հիմնական խորքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները նույնն է։
Երկիրը ԵՄ հարցինի պատասխան, թե հաշվի առնելով Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ՀԱԿ-ի հետ այս հանդիպումները հնարավոր համարում են մեկ միասնական թեկնածուով նախագահական ընտրություններում հանդես գալը, Ռուստամյանը նշել է, որ չի բացառվում։ Միասնական թեկնածուի հավանականությունը չի բացառել նաեւ Լևոն Զուրաբյանը։ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում հերքել է հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են արտերկրում։ Այդ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում։ Այդ լուրերի ի հայտ գալու պահին Ռոբերտ Քոչարյանը եղել է Կանադայում, ասել է Վիկտոր Սողոմոնյանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Պաղեստինին եւ Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա խոսքով ցանկացած ռազմական գործողության շարունակություն կարող է վատ հետևանքներ թողնել երկու ժողովուրդների վրա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մոտ ժամանակներում այցելել տարածաշրջան հանդիպելու Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարների հետ։ Իսրայելի եւ Պաղեստինի միջև արդեն 6-րդ օրն է շարունակվում են բախումները։ Ակնկալվում է, որ դիվանագիտական ջանքերն ավելի կակտիվանան, փորձելով դադարեցնել Գազայի հատվածից հրթիռային ռմբակոծությունն ու իսրայելական օդային հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ։ Պաղեստինի ինքնավարության երկու հիմնական ուժերը Համասն ու Ֆաթխը հայտարարել են միավորման ջանքեր գործադրելու մասին Գազայի հատվածում հակամարտության ֆոնին։ Ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ֆաթխի ազդեցիկ գործիչ Ջիբրիլ Ռաջուբը Ռամալահում կայացած հանրահավաքի ժամանակ։ Նրա խոսքերով ներկայումս Պաղեստինի երկու հիմնական ուժերը դադարեցնում են իրենց միջև առկա հակամարտությունը։ Երկու շարժումների միությունը, որոնցից մեկը վերահսկում է Հորդանան գետի արևմտյան ափը, իսկ երկրորդը Գազայի հատվածը կկնքվի այս տարվա վերջին։ Պաղեստինյան երկու ուժերի միջև հակամարտությունը սկսվել էր 2006 թվականին Պաղեստինի ազգային ինքնավարության օրենսդիր մարմնում Համասի հաղթանակից հետո։ Երկու խմբավորումների միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտություն էր սկսվել այրունալի միջադեպերով, որի հետևանքով Համասը պահպանել էր իր դիրքերը Գազայի հատվածում։ Մինչ Հորդանան գետի արևմտյան ափին գերիշխանություն էին հաստատել Ֆաթխի առաջնորդ Մահմուդ Աբասի կողմնակիցները։ 2011 թվականի մայիսին երկու հակամարտող ուժերը հրադադարի համաձայնագիր էին կնքել։ Մինչդեռ ռազմական գործողությունները Իսրայելի եւ Պաղեստինի միջև շարունակվում են, վերջին տվյալներով Գազայի հատվածում արդեն զոհվել է 95 մարդ։ Շուրջ 40,000 զինվոր սպասում են Գազայի հատվածի սահմանը հատելու հրամանին։ Նարա Մելքոնյան, Ազդարար։ Հետևեք միջազգային լրահոսին նաև տեսաշարով։ Անկարան բանակցություններ է վարելու երկրում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ղեկավարության հետ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլա Էգինը, սակայն չի մանրամասնել բանակցությունների վայրն ու օրը։ Նման գաղտնի հանդիպում թուրքական իշխանությունների եւ քրդերի միջև տարիներ առաջ անցկացվել էր Օսլոյում։ Էգինի այս հայտարարությունը հաջորդել է Իմրալի բանտում ՑՄ ազատազրկման դատապարտված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին։ Նրա հորդորով քուրդ քաղաքական գործիչները եւ քաղբանտարկյալները դադարեցրել են 68 օր տևած հացադուլը։ Ֆրանսիայում քաղաքական սկանդալ է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունում անցկացված ընտրությունների արդյունքում երկու տեխնացուն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Հաղթանակի մասին հայտարարությամբ նախ հանդես է եկել Ժան-Ֆրանսուଆ Կոպեն, այնուհետև Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուଆ Ֆիյոնը, պնդելով, թե մրցակցին հաղթել է մոտ 200 ձայնի առավելությամբ։ Քվեարկությանը մասնակցել է կուսակցության 300,000 անդամների մոտ կեսը։ Այս տարվա մայիսին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում Սարկոզին պարտություն կրեց, նա նաև հրաժարական ներկայացրեց Միություն հանուն ժողովրդավարական շարժման կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Ուստի այս ընտրությունները պետք է որոշեին ներկայումս ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդին։ Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի ասիական շրջագայությունը։ Թայլանդից հետո Օբաման մեկնել է Մյանմար եւ դարձել այս երկիր այցելած ԱՄՆ-ի առաջին նախագահը։ Մյանմարի իշխանություններն այս իրադարձությունը գնահատում են որպես երկրի քաղաքական կյանքի ազատականացման ուղղությամբ իրենց գործողությունների միջազգային ճանաչում։ Այն բանից հետո, երբ մի քանի տասնամյակ իշխած զինվորական խունտային 2010 թվականին փոխարինեց նոր կառավարությունը, երկրում վերացվել է գրաքննությունը։ Ժողովրդավարական բարեփոխումներին իր վերաբերմունքը ցուցադրելու նպատակով Մյանմարի կառավարությունն Օբամայի այցից մի քանի օր առաջ կալանավորների զանգվածային համաներում էր հայտարարել։ Միացյալ Նահանգներն էլ որոշում է կայացրել $170 միլիոն հատկացնել Մյանմարին։ Ենթադրվում է գումարը կփոխանցվի 2 տարվա ընթացքում։ Բացի դրանից, այստեղ իր գործունեությունը կսկսի ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը։ Բարակ Օբամայի հաջորդ կանգառը Կամբոջան է։
Նախկին Հայաշատ Մարաղա քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող Հայոց Սուրբ Հովհաննես եկեղեցին ամբողջական վերանորոգվում է Իրանի պատմական հուշարձանների պահպանման հիմնարկության կողմից, ազգային առաջնորդարանի հետ համատեղ։ Ինչպես Armen Press-ին տեղեկացրել են Թավրիզի ազգային առաջնորդարանից, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցելել է Մարաղա։ Հայ Սուրբը պաշտոնական հանդիպում է ունեցել պատմական հուշարձանների պահպանման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եկեղեցուն կից ամբողջովին վերանորոգվել է նախկին հայոց դպրոցի շենքը, որը ներկայում ծառայում է շրջանի պատմական հուշարձանների պահպանման հիմնարկության կենտրոնատեղի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցման ավարտին, ցեղակերտ հին պատերի ամրացման մեթոդները, 3 խորաների ու դրանցից յուրաքանչյուրի կողքին գտնվող խորհրդանոցների նախկին ձևի պահպանման կարևորությունը, ինչպես նաև Մարաղայում ծառայած բազմավաստակ հոգևորականների հանգստարանների վերադասավորման հնարավորությունը։ Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղը 100 և ավել ամյա կենսագրություն ունի, նույնքան է նաև գյուղի եկեղեցու պատմությունը։ Չնայած որ սրբատեղիներ շատ կան համայնքում, այնուամենայնիվ գյուղացիների նախաձեռնությամբ վերակառուցվում է հին եկեղեցի։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապայանի օրհնությամբ Սուրբ Պատարագ է մատուցվել այդ կիսակառույց եկեղեցում։ Ծաղիկ ավետարանն է մեր, ու այդ գրկով ինչ փրկությունը սես միշտակ պապը երել է։ Ու մերն է միրան, ով հավատք ուներ, թե քուլե փրկվել է։ Բասեն գյուղում սրբատեղիներ շատ կան, սակայն այս մեկը տարբերվում է իր պատմությամբ։ Արևատ տատիկը ինչ իրեն հիշում է, ասում է այս սրբատեղին ու այրված ավետարանը կան։ Դեռ 1915 թվականից առաջ էլ ավետարանը գյուղում եղել է եւ թուրք ոչրագործներից կյանքի գնով փրկելու տանը պահել է Տեր Միսակ պապը։ Փախի ժամանակ այս ճիշկը Միսակ պապը ոչ թե փախել ես ինք հերետել է իրականից, բայց ելել ես տարեն ու իրան չբռնեին, ես քիշկը հետը ինքը տարել ես, երբ որ սենք թե արտենի հանդարտվա ավետ փախից հետո, ինք ես քիշկը հետը առավ եկավ ստեղ։ Ավետարանը Տեր Միսակը պահել է իր տանը, հետո հին այդ տունը փլվել է, պապիկն էլ Սուրբ Գիրկը տեղափոխել է նույն վակում գտնվող Գետնափոր տան սենյակներից մեկը։ 88-ի երկրաշարժի ժամանակ այն տունը, որտեղ գտնվել է ավետարանը, չի փլուզվել։ Արևատ տատիկը դա կապում է գրքի զորության հետ։ Ավետարանը սրբատեղի վառված վիճակում է հասել, այրվելու պատճառը վառված մոմերն են եղել։ Կրակը սակայն միայն գրքի եզրերն է վնասել, գրերը ամբողջությամբ պահպանվել են։ Բասենում ավետարանը ոչ մեկը չի կարողացել կարդալ մինչ օրս։ Յուղը սրբատեղիներ շատ ունի, կա նաև եկեղեցի, որը կառուցվել է 1906 թվականին եւ հասել մեր օրերը։ Ժամանակներում գիտեմ, որ շատ քանդված է եղել, տեսել եմ նույնիսկ Կոլխոզը ծորեն լծավ, գարի լծավ, վերջում է ծուն եկավ, վրեն անձրև եկավ, հլա, փեջը ծաստեց։ Երկրաշարժի ժամանակ փլվել էր, մենք քարերը հավաքեցինք, այն կողմ տարանք բաներ եցինք, որ բան չլինի։ Նախկինում սա գործել է իրենց երիտասարդ տարիներին։ Աղոթքապ տեղ է եղել։ Եկեղեցին բազիլիկ ոճով է կառուցված, ներկա պահին այն վերակառուցվում է։ Շինարարը գիտե, որ պահպանելու է կառույցի նախկին տեսքը։ Զանգակատունը շինաշխատանքների ավարտից հետո կունենա 12 մետր բարձրություն, իսկ եկեղեցու ընդհանուր բարձրությունը կհասնի 6 մետրի։ Հին հիմքի վրա է կառուցվել նորը։ Շինաշխատանքները եկեղեցում մեկնարկել են 2010 թվականի գարնանը։ Գյուղացիների հանգանակությամբ վերակառուցման փուլում առաջ են եկել խնդիրներ։ Ավելի լուրջ խնդիրը ֆինանսների հետ կախված է, ունենք դեռևս ֆինանսներ, որոնք որ հավաքագրվել են Ռուսաստանի Դաշնությունից մեր համագյուղացիներից եւ տեղի մարդկանց օգնությամբ որ հավաքվել է գումար։ Թույլտվություն մենք չունենք մշակույթի նախարարությունից, ներկայիս ընթացքի մեջ է, մենք եղել ենք մշակույթի նախարարությունում, տարել ենք մեր նախագիծը, նախահաշիվը, ճոր հատվածներ կար, որ կատարվեր պետք է փոփոխություն, դրանք Այսօր շինարարության մեջ է, շինարարության ընթացքի մեջ է, վերականգնումի ընթացքի մեջ է, նշանակում է առաջընթաց ունենք։ Երկիր պարկանել։ Բասենում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ առաջին պատարագը մատուցվել է 11 տարի առաջ, այդ ժամանակ սակայն եկեղեցի չի եղել, աղոթքն այլ վայրում է հնչել։ Այն ժամանակ եկեղեցին անմխիթար վիճակում էր, շատ ավելի անմխիթար, հողի տակ էր, և թեև այս նոյեմբերյան օր էր դարձյալ, բայց ավելի ցուրտ էր, և այդ ժամանակ պատարակեցինք մշակույթի տանը, չգիտեմ ձեզանից ովքեր կային կամ ովքեր են հիշում։ Բասենցիներն ասում են, որ հոգևոր կյանքը իրենց համար մշտապես առաջնային է եղել։ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ եկեղեցու կառուցումը կնպաստի ժողովրդի առավել քրիստոնեացմանը։
Եղեցի շատակ է սուր պատարակ սաղաչեն։ Մարգարիտա Մինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Նոյեմբերի 19-ին աշխարհը նշում է տղամարդկանց միջազգային օրը։ Առաջին անգամ այն տոնվել է 1999 թվականին Տրինիդադում և Տոբագոյում։ Հետագայում այս տոնը սկսել են նշել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում։ Տղամարդկանց միջազգային օր ունենալու նպատակը գենդերային խտրականության վերացումն ու սեռերի անհավասարության խնդրի նկատմամբ ուշադրության հրավիրումն է եղել։ Գյումրեցի տղամարդիկ սակայն տոնից անտեղյակ էին, նրանք սովորաբար թաղված լինելով առօրյա հոգսերի ու խնդիրների մեջ չէին էլ մտածում, թե այսօր իրենց օրն է, ավելին միջազգային տոնը։ Դա ինչ միջազգային օր է, ինչ տղամարդկանց, դա ինչ կազմակերպություն է, ինչ օր է։ Չէ, չգիտեմ։ Չէ, չգիտեի, ճիշտն ասած, անկեղծ, շնորհակալություն։ Մեր տղամարդկանց կնվիրեի առողջություն, համարձակություն ու կայունություն։ Քաղցր խոսքեր երևի։ Ես 2 տարի սպասել եմ այսօրվան, այսօր լրացել եմ տղուս 2 տարի որ ծառայում էր բանակում։ Եթե մենք շատ ենք խոսում գենդերի մասին, այսինքն սեռահավասարության մասին, բնականաբար ինչպես կանենք, այնպես է տղամարդիկ, մանավանդ թիմի տղամարդը շատ ավելի խոցելի է, քան կինը, որովհետև տղամարդուց են պահանջում եւ առօրյա ուտելիքը եւ կացարանը եւ ամեն ինչ, քանի որ այս պահին տղամարդը այդքան ի վիճակի չի եւ չի կարողանում այդ ամեն ինչը ապահովել, ինքը դառնում է շատ խոցելի խավ եւ բնականաբար իրեն համար դժվարությունները շատ ավելի են, քան կնոջ։ Նոյեմբերի սկզբին ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակեց աշխարհի ակումբների վարկանիշային նոր աղյուսակը։ Աղյուսակում Գյումրիի Շիրակը բարելավել էր իր դիրքերը, այս փաստը մեծ ոգևորություն է առաջացրել Շիրակի երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք նաև, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում Շիրակը նվազագույն հաշվով առավելության հասավ Երևանի Արարատի նկատմամբ։ Մի քանի տարի առաջ շիրակցիներն արդեն կորցրել էին հույսը տեսնել իրենց սիրելի Շիրակ ֆուտբոլային ակումբը նորից բարձունքներում։ Անգամ տարածված հումոր կար, ասում էին թիմը նույնիսկ թերթից է դուրս ընկնում, բայց ինչպես ասում են, հույսը վերջինն է մահանում։ Այսօր Շիրակի համար հին ժամանակները վերադառնում են։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 2-ին հրապարակեց ակումբների դասակարգման նոր աղյուսակը։ 400 լավագույն ակումբների ցուցակում Հայաստանից ընդգրկվել էր միայն Գյումրիի Շիրակը, որը բարձրացել է 8 աստիճանով և գտնվում է 303-րդ տեղում։ Այսքանով ամեն ինչ ասված է, Շիրակն առաջ է գնում ակնհայտ քայլերով։ Պատճառը թիմի ղեկավարության, թիմի մարզչի, թիմի տիրոջ հետ, ինչի է դուրս։ Արման Սահակյանի հետ, բնականաբար։ Ամեն ինչ կերևապարս, թե թիմի խաղը, թե մարզադաշտը, թե բալեշիկները, ամեն ինչ նորմալ է։ Նախ առաջի հերթին բոլորս ականատես ենք լավագույն ֆուտբոլի դաշտի, որը շատ գեղեցիկ ձևով, շատ գերազանց ձևով կառուցվել է հենց թիմի համար եւ թիմը այսօր գտնվում է հուսալի ձեռքերում։ Այսօրվա դրությամբ ֆուտբոլը մասսայականացվել է, այսօր Շիրակը պայքարում է չեմպիոնության համար, հավակնորդներից մեկն է։ Ես համոզված եմ, որ իրոք ինքը շատ բան կարող է անել մեր քաղաքի համար, ոչ միայն սպորտի, այլև քաղաքի։ Շիրակցին դեռ շատ ոլորտներում է տեսնելու առաջընթաց։ Վստահենք և սաթարենք մեր սիրելի թիմին, հաղթանակները տոնելով հենց մարզադաշտում։ Եվ մեր թողարկման վերջին լուրը։ Համաշխարհային բանկի հրապարակած գնահատականի համաձայն այս 100-ամյակի վերջում ջերմաստիճանը երկիր մոլորակում կարող է բարձրանալ 4 աստիճանով ըստ Ցելսիուսի սանդղակի։ Եթե գալիք տասնամյակների ընթացքում քայլեր չարվեն կլիմայի գլոբալ փոփոխության դեմն առնելու համար։ Արդյունքը ըստ գնահատականի կարող է լինել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը, եղանակի կտրուկ փոփոխություններն ու սննդի պակասը, ինչից կտուժեն առաջին հերթին աղքատ երկրները։ Այսքանը ձեզ հետ Անի Բաղդասարյանն է, շնորհակալություն մեզ հետևելու համար առայժմ։